Արգելի հայրենակիցներս պահին գտնվում ենք Աչափնյակ վարչական շրջանի թիվ 126 դպրոցի բակում։ Ես եւ պարոն Հարոյանը այցելեցինք դպրոց, հանդիպեցինք տնօրինության հետ, տնօրենի եւ ուսուցչական անձնակազմի հետ խոսեցինք։ Դպրոցը ունի խնդիրներ։ Ապակիների վիճակն է ժողովուրդ։ Հենց որ դահլիճի հարևանությամբ։ Ոստը ցելով ավելի վատ վիճակում չկա ու միգուցե ավելի ակնառու։ Ցելոֆոնը պատած է ժողովուրդ, տեսեք։ Տեսեք ցելոֆոնը պատա ժողովուրդ, նայեք դպրոցի պատուհանները, տեսեք ցելոֆոնը պատա։ Ցելոֆոն են արել, որ ինչ որ մի ձև, սա երկրորդ հարկն է։ Տեսեք էլի պատուհանները ցելոֆոնը պատ ու պատուհանները հին պատուհաններ են հայտից։ Այդտեղ էլ տեսեք դպրոցի երրորդ հարկն է։ Այստեղ ցածր դասարաններն են։ Հիշեցնեմ, որ դպրոցը հիմնական դպրոց է եւ տեսեք այստեղ էլի ցելոֆոնով տնօրինությունը ծածկել է, որպեսզի ջեռուցման հարցը ինչ որ մի ձև թեթևացնի։ Պարոն Հարոյան, խնդրեմ մեկնաբանեք դպրոցը ինչ վիճակում է եւ ինչ խնդիրներ ունի եւ ընդհանրապես ես մի քանի րոպեն խնդրեի ամփոփեք դպրոցի տնօրենի հետ նաեւ մեր հանդիպումը։ Հերթական ցավալի փաստ ենք նշում, որ Երևանում հանրակրթական դպրոցները բազմաթիվ խնդիրներ ունեն եւ այդ բազմաթիվ խնդիրները բերում են նաեւ եւ անձնակազմի եւ դպրոցականների առողջական խնդիրների վատթարացմանը, մասնավորապես ծմերը արխիվում եւ այս դպրոցում կան պատուհանի խնդիրներ, բազմաթիվ խնդիրներ, որոնք ուղղակի հրատապ լուծում են պահանջում։ Ինձ համար մասնավորապես շատ ցավալի է նաեւ այս փաստը նշել, որովհետեւ այստեղ է 42 տարի հայոց լեզու եւ գրականություն դասավանդել հարազատ մայրս Ասիա Մուսայելյանը։ Առաջին երկրորդ դասարան ես այցելել եմ այս դպրոց։ Դպրոցը անվանակոչվել է հետագայում Հենրի Մորգենթաուի անունով, որը Ամերիկայի դեսպանն էր ցեղասպանության տարիներին Թուրքիայի Օտոմանյան կայսրությունում եւ բազմիցս արձագանքել է հայերի խնդիրների ցեղասպանության այդ սարսափելի դեպքերի մասին, շատ նվիրյալ է եղել նաեւ Հայաստանին եւ վերջերս էլ ըստ տնօրենի տեղեկատվության մենք հասկացանք, որ այստեղ այցելել է նաեւ նրա ծոռնուհին Սարա Մորգենթաուն, որը նույնպես ծանոթացել է փորձել է որոշակի օգնություն ցուցաբերել դպրոցին, բայց ամենի ցավոք սրտի տարիների ընթացքում մնացել է թղթի վրա։ Հուսով եմ, որ մեր այցելությունը որոշակի խնդիրներ բարձրաձայնելու իմաստով մեր այցելությունը կնպաստի այն ամենին, որպեսզի մենք կարողանանք Մայր Հայաստան խմբակցության երկու անդամներով կարողանանք բարձրաձայնել այս խնդիրները եւ քաղաքապետարանում համապատասխան պաշտոնատար հանձնառում մարդկանց անպայման հորդորենք, անպայման հետևողական լինենք, որ խնդիրները որոշակի լուծումներ ստանան։ Հիշեցնեմ, որ 2015 թվականին կամ տեղեկացնեմ ավելի ճիշտ, որ 2015 թվականին դպրոցը ներառված է եղել սեյսմակայունությամբ անկայուն դպրոցների ցանկի մեջ, որպեսզի դպրոցը հիմնանորոգվի եւ դպրոցը մինչ այժմ 2025 թվականն է դեռ չի հիմնանորոգվել։ Հիշեցնեմ, որ 2017-18 թվականներին էլի կային դպրոցներ, որոնք պետք է հիմնանորոգվեին, հանձինս օրինակ 188 դպրոցը Աչափնյակ վարչական շրջանի Գևորգ Չավոշի անվան դպրոցը, որը պետք է հիմնանորոգվեր ու էլի չի հիմնանորոգվել, եւ 126 դպրոցը, այս դպրոցը, որը պետք է էլի վերանորոգվեր
վերնշված իմ ասած ծրագրով ելի չի հիմնանորոգվել եւ գտնվում է շատ վատ վիճակում։ Դե ասեմ, որ դպրոցը ունի 190 աշակերտ, սակայն հնարավորությունները շատ ավելին են։ Այստեղ ժամանակին 1000-ի չափ աշակերտ է սովորել։ 36 հոգի, եթե ճիշտ եմ հիշում, աշխատակիցներ ունի դպրոցը։ Դպրոցը ունի շտաբ, հիմնանորոգման կարիք։ Նաև տեղեկացանք, որ դպրոցը այս պահին բուֆետ չունի, այնպես որ քաղաքային իշխանություն Տիգրան Ավինյան եւ մնացած պատասխանատու անձինք այստեղ անելիք ունեք, այս դպրոցի համար անելիք ունեք, ինչպես 156, ինչպես 188, այնպես էլ այս 126 դպրոցը խնդիրներ ունի եւ լուծման կարիք ունի։ Առաջիկա ծրագրերում անհրաժեշտ է ներառել այս դպրոցի հիմնանորոգումը եւ դպրոցը շտաբ հիմնանորոգել։